Իսկ ձեր խնամքի համար, դեմքի կամ ինչ-որ մի բան անում եք, թե չէ։ Ոչ մի բան։ Ոնց կաք։ Ես ջահի ժամանակ դուխիներից մենակ Կրասնի Մոսկվա եմ օգտագործել։ Բանը դեմքիս էլ մենակ պուդրա եմ քսել, ես կրեմ բան չեմ սիրել, զզվել եմ կրեմից։ Հիմա ունեք կրասնա։ Հիմա ոչ մի բան։ Հիմա չունեք այդ դուխին, այդ բաներից չունեք, այն ձեր հին սիրածը։ Գիտես, մեկ որտեղ եմ գնում, հենա դուխիներից ներ դրած։ Լավ էլ ունեք։ Հա։ Իսկ ձեր ծախսերի համար հագուստ, զարդեր, չգիտեմ, այսպիսի բաներ։ Գիտես, ես ոսկեղեն ենքան չեմ սիրել, ես որ սիրեի, այն ժամանակ ոսկին շատ էժան էր։ Մի անգամ Շահումյանի արձանի կողքին մի հատ ոսկի խանութ կար, ես մի հատ բրասլետ տեսա, ամբողջը բրիլյանտերով, փող էլ կար մոտս, բայց ձեռքս չգնաց առնեմ, ասեմ առնեմ հանկարծ կորցնեմ։ Բան Բայց այդ գաղտնիքը չասեցիք, էլի, ասեցիք, որ ամուսինս ինձ ավելի շատ էր սիրում, քան ես իրեն։ Այդ ոնց։ Չգիտեմ, ես ոսկեղեն ենքան չեմ սիրել, թե չէ շատ կունենայի, բայց այն փողերը մենք բերեցինք, գցեցինք ստեղծ բերկասը, հետո սենց որ երկիրը խառնվեց իրար, այդ բերկասն էլ վերացավ, այդ մեծ ուրեմն զանգեցին, ասեցին մեծ գումար փող ունես ստանալու, ասեցի այդ փողով ստացա, ասեցի այն ժամանակ այս փողին մենք երկու տուն կառնեինք, իսկ հիմա մի շկաֆ չեմ կարող առնել։ Ես ուզում եմ ասեի, որ ձեր տարիքը թույլ է տալիս, որ դուք այդ դրամարկղում ունեցած գումարի դիմաց փոխհատուցում ստանաք, փաստորեն ստացել եք։ Ստացել եմ, հա։ Ձեզ ինչն է ուրախություն պատճառել։ Թեպետ աշխատել ենք, բայց վայելել ենք էլ։ Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա, ամենտեղ տղաս բանակում էր Էստոնիա, ամենտեղ։ Հետո որ աղջիկս Ամերիկա գնաց 92 թվականին, սկսեցի Ամերիկա գնալ գալ։ Կարողանում եք նստեիք, թե էլի բոստան եք մշակում։ Աղջիկս սեփական տուն ուներ, մի 500 մետր էլ հող ունեին։ Էջմիածնից Մալինայի բանը թփեր տարա, ամբողջ իրանց սետկայի այդ բանի կողքին, հողամասի կողքին Մալինաներ դրեցի։ Ամերիկացիները որ անցնում էին, հիանում էին։ Ասեցին, որ այ Օբամայի կինն էլ ասում, ասենց իրանց համար կարտոշկա ցանում հողը մշակում է։ Սննդային անվտանգությունն եք ապահովել։ Հա։ Պարենային անվտանգությունը։ Ձեր առօրյան ինչպես է անցնում, ամեն օրը ոնց է անցնում։ Հիմա 1000 մի անգամ եմ դուրս գալի 20 տարեկան ամուսնացել եմ 48 տարի միասին ապրել ենք մի օր մեր տանը կռիվալ մաղալ չի եղել շատ հաշտ համերաշտ ես ու ամուսինս քրոջ ու եղբոր թորներ ենք լավ էլի այդ ոնց գտակ իրար ոնց որոշեցին որ ոնց որ 7 պորտը անցած չի լինում այդ ոնց ամուսնացրին ձեզ հա իմ մորակոց աղջիկը ամուսնացրեց ինձ ուսանողի իմ կուրսից բոլոր աղջիկը այդ մորակոց աղջիկը համար մոտ շոր էին կարել տալի ինքը թատրոնի գլխավոր աշխատողն էր ռուսական թատրոնի բայց միևնույն ժամանակ կարեր անում մենք ոնց որ քույրերն էինք ու ինքը բանարից ամուսնացա իմ ամուսինս իրա հորաքոչ տղան էր լավն էիք տեսա որ լավ աղջիկ եք չուզեց որ ուրիշ տեղ շատ համերաշխ ընտանիք ենք եղել ձերոնք հեշտ համաձայնեցին որ դուք ամուսնանաք այն տարեկան էիք 20 տարեկան իմ կիսուհիս միակ տղան էր այդ տղան գնացել եք ու հանձնվել եք այդ ընտանիքին ով գալիս էր մեր տունը հյուր երկուսից էլ բարեկամ էր օտար մարդ չի եղել մեր տանը Շատ հետաքրքիր է, հետաքրքիր է, այդպեսի բան չէի իմացել, էլի։ Բարեկամները բոլորը մեզ հետ կապված էին։ Ես 8 տեղաշոր ունեի, բայց այդ տեղաշորը չէր հերիքում մեզ որ գալիս էին։ Ձեր սկեսուրը ձեզ շատ էր հավանում, ամուսինը գնահատված կին եք եղել, իրենք ձեր ջանքերը գնահատել են։ Իմ կիսուրս ամբողջ օրը ուր գնում էր, ասում էր մեր հասմիկը այսքան փող ա բերել։ Դե պիտի ասեք, փաստորեն համերաշխ ընտանիք ենք եղել, այ հարցս գիտի։ Գանին համարյա 50 տարի մեր տանն է։ Մենք շատ համերաշխ ընտանիք ենք եղել։ Հիշեք այդ ժամանակները։ Ուր ամուսնացել եմ, գնացել ենք Վրաստան, Օֆելիա ջան, որտեղ ապրել ենք, մեծ հարգանք ենք վայելել, թե Վրաստանում, թե այստեղ հարևանության մեջ, մեզ բոլորը շատ են հարգում։ Վարժություններ անում եք ֆիզիկական ակտիվության
Ջահել ժամանակ ենքան վարժություն եմ արել, չեմ հիշում մի օր, որ լույսը բացի հետո զարթնեմ, միշտ մտնով եմ զարթնել։ Ամբողջ կյանքը ոնց որ տան գործերի վրա եք կենտրոնացած եք։ Կուզենայիք դեպի դուրսել, հասարակական կյանք, աշխատեիք ակտիվ, հիմա կանայք պասիվ չեն։ Սոֆիա ջան, մեծ այգի ունեինք։ Ես որ աշխատեի, այդ այգին չէինք կարողանա մշակենք։ Տարին 10 տոննա խաղող ենք ունեցել ավել։ Մեր կլուբնիկի սեզոնը մի ամիս ա տևել։ Մի ամիս անընդհատ կլուբնիկ ենք հավաքել։ Ձեր ամբողջ ուժը, էներգիան դրել եք տան վրա։ Հա, հետո մենք երկու տեղ ենք տուն ունեցել, համ Երևանում, համ Վրաստանում։ Երկու տուն պահելը հեշտ չէ։ Մեկ ընդեղ եք արել, մեկ ստեղ եք արել։ Մենք մեծ այգի ունեինք։ Այդ այգին խաղողի այգի էր, տակնել կլուբնիկա էր ամբողջ 6000 մետր։ Մենք որ կլուբնիկան հավաքում էինք, մի օրում 40 վեդրո կլուբնիկի էինք հավաքում։ Ամեն մի վեդրոն 8 կիլո։ Ուրեմն հարցս այս գանեն, աղջկանս աննել է գանը։ Այդ իմ գանես էլ նա գալիս էին կլուբնիկի ժամանակ օգնելու, ընդեղ էլ շատ էին օգնում։ Ու այդ ամբողջը ես էի բանանում, տերությունան, բերչեմ ընտանիքիս համար։ Ախր այնքան բարի եք, դուք ոնց բեռ կարող եք լինել, Տիկին ասում, հետաքրքիր է։ Դուրեր եմ լսում, երեկոյան որ պարում եմ հեռախոսս եմ բացում, բանը յուտեր եմ կարդում։ Որտեղ եք մտնում, ինչ կայքեր եք մտնում, YouTube-ից օգտվում եք։ YouTube-ով, ռադիոն լուրերն եմ լսում, կինոբան չեմ սիրում, չեմ նայում հիմա, բայց լուրեր բան շատ եմ սիրում, ես ամբողջ աշխարհից տեղեկություն ունեմ։ Երեք լսել եմ, որ բանը Թրամփը Վենեսուելայի բանին ղեկավարին Մադուրոին իր կնոջը ձերբակալել են, մտածում եմ ինչ ունի Թրամփը սրանց հետ։ Ինչի պետք է այս ղեկավարին տանեն Ամերիկայում դատեն։ Մեկնաբանություններ գրում եք։ Չէ, չեմ գրում։ Համեստորեն ուղղակի նայում եք, տեղյակ եք։ Դուք ձեզ երկարակյաց համարում եք։ Չէ, Ոնց չեք համարում։ ես իմ տարիքս չեմ զգում։ Քանի տարեկան եք զգում։ Հիմա 98 տարեկան եմ։ Բայց ինչքան եք զգում։ Ինչքան գիտեք, որ ոտքի վրա եմ, հələ ամեն ինչի խառնվում եմ, իմ տարիքս չեմ զգում։ Ես չեմ ուզում, որ բեր դառնամ իմ ընտանիքի համար, քանի որ ոտքի վրա եմ, ոչինչ թող ապրեմ։ Բայց հիվանդ, որ եթե հիվանդանամ, չեմ ուզի, որ ապրեմ իմ ընտանիքի նեղություն տամ։ Եկեք այդ բաների մասին չմտածենք, Աստծո գործերը անքննելի են։ Դուք համարում եք, որ երկար եք ապրել, որովհետև բարի եք, աշխատասեր եք, գենետիկան է պատճառը։ Գիտես, իմ ծնողներս են աշխատող եղել։ Նամանավանդ հայրս, որ ինքը գործ է ունում, դաժե գիշերներ վերքենում գնում գործի։ Ես էլ որ գործ եմ ունում, գիշերը քունից չտանում, առավոտը շուտ վեր եմ կենում։ Օրինակ այսօր եմ կացել, երեք լողացել շոյս արտուկել եմ բան ասում, մինչև գանեմ վերքենալ ես ամեն ինչ անեմ։ Ամեն ինչ էլ անում եմ հələ փառք Աստծո։ Իմ թաղման փողը ես ունեմ։ Ես չեմ ուզում, որ ինձ վրա ծախսեն, էլի, գիտեմ, որ երեխեք ամեն ինչ կանեն, աղջիկս, թորներս, բայց ուզում եմ, որ ես մեղություն չքաշեն ինձ համար։ Բայց կնեղանան, որ տենց բան եք արել։ Կնեղանան, որ փող եք հավաքի ախար։ Գիտեք ինչ է ուզում հարցնել։ Դու գիտեք, չէ՞ որ հենց 100 տարեկան դառնաք, քաղաքապետանը ձեզ նվեր ունի 1 միլիոն դրամ։ Սպասում եք։ Գիտեք, այդ փողը ինձ պետք չի, բայց որ ստանամ անպայման պիտի բաժանեմ թորներիս։ Ես փող չունի,